Բարի երեկո, եթերում է այլ ոճով նախագիծը։ Այսօրվա հաղորդումը եւ հուզիչ է եւ շատ պատասխանատու։ Ինչու, որովհետեւ մեր հերոսուհին պատրաստվում է մայրանալ, եւ դա իհարկե ամենահրաշալի կարգավիճակն է յուրաքանչյուր կնոջ կյանքում։ Այնպես որ շատ ուշադիր խնամքով պատրաստվում ենք, որպեսզի գնանք եւ ծանոթանանք Ալլայի հետ։ Դե կանացիությունը պետք է լինի, կարծում եմ, կիսաշրջազգեստ, վերնաշապիկ եւ փոքրիկ բարձրակրունկներ։ Հուսով եմ ձեզ դուր եկավ իմ այսօրվա կերպարը, ոճը, իսկ ես շտապում եմ Ալլայի հետ հանդիպման։ Հղիության ընթացքում կնոջ մարմինը ենթարկվում է ֆիզիոլոգիական փոփոխությունների եւ դժվար է նորաձև, ինքնատիպ եւ միևնույն ժամանակ հարմարավետ հագուստ ընտրել։ Հենց այդ պատճառով իր կյանքի այս կարևոր փուլում Ալլան որոշել է դիմել մասնագետների օգնությանն ու ներկայանալ այլ ոճով։ Գնանք ծանոթանալու։ Բարև ձեզ, իմ անունը Ալլա է։ Ես 33 տարեկան եմ, ունեմ մի հրաշալի աղջիկ, 5 տարեկան, ու սպասում եմ արդեն երկրորդին։ Ես շատ եմ սիրում դասական ոճ, բայց հղիության ընթացքում մի քիչ դժվարանում եմ դա հետևել։ Այս պահին հիմա ավելի հարմար զգեստներ եմ նախընտրում, տաբատներ, կեդեր, վերնաշապիկներ։ Ինձ առաջարկեց իմ ընկերուհին, ես հղի եմ ու շատ եմ դժվարանում ինձ ինչ-որ ոճային զգեստներ ընտրել։ Սա շատ լավ մեծ շանս է, որ այս պահին ես կարողանամ իմ ոճը փոխեմ։ Ողջույն Ալլա, ինչպես ես։ Բարև Լուսինե ջան, շատ լավ։ Ինչպես ես քեզ զգում։ Այս պահին շատ լավ եմ։ Կարևորը դա է, որովհետև գտնվում ես կյանքի ամենահրաշալի փուլում։ Այո։ Եվ հետաքրքիր է, թե հարմարվել ես արդյոք կազմվածքի այդ փոփոխություններին։ Ճիշտն ասած, սա իմ երկրորդ հղիությունն է, ու երևի թե երկրորդը ավելի ոնց որ անսովոր իմ համար լինի, как первый раз։ Հա, ամեն անգամ ինչպես թե առաջին անգամ է, չէ՞։ Էսի լավ ուրիշ է, ու երևի երկրորդը ավելի դժվար է իմ համար, չեմ կարող հարմարվեմ։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Շատ։ Իսկ ինչպիսի ոճ ունեիր մինչ այդ։ Շատ ես սիրում եմ դասական ոճ, էդի շորիկներ, բարձրակրունկներ։ Այո, ես փոքրուց եմ շատ սիրել։ Մաման միշտ մամայի տու շորիկները ես հագել եմ, ու տենց էլ մնացել է։ Հետո հղիության ընթացքում արդեն սկսել եմ ավելի հարմար։ Առօրյա պրակտիկությունը, հարմարավետությունը գալիս է առաջին պլան։ Այո։ Իսկ հղիության ընթացքում փորձել ես ոճային փոփոխություններ անել։ Մինչև հղիանալս, ասում եմ երկրորդ հղիությունն է, ավելի եմ ինձ հետևելու, բայց երբ որ գալիս է պահը, sense լրիվ չես հասկանում ոնց հագնվես, որ ինչ ընտրես։ Ընտրությունը շատ դժվարանում է։ Շատ դժվար է, իմ համար շատ դժվար է։ Բայց քեզ գալիս է օգնության այլ ոճով նախագիծը, հաղորդումը։ Այո, դրա համար ես շատ ուրախ եմ, որ ինձ կօգնեն Միգուցե գտնել նոր ոճ։ Շատ ճիշտ։ Եվ շատ ավելի հետաքրքիր կերպարներով ներկայանալ հղիության ընթացքում։ Ալլա, իսկ հետևում ես, թե ինչպես են ներկայանում հանրահայտ կանայք հղիության ընթացքում։ Համացանցով եւ արդյոք ինչ-որ մեկը քեզ կարող է ոգեշնչել նրանց։ Տենց ինչ-որ կոնկրետ չեմ կարող ասեմ, բայց բարձա որ Instagram-ը, Facebook-ը ինչ-որ լուկերը քեզ բերում է, այո, նոր կերպարներ, ոճեր հղիության ընթացքում, բայց ինքնուրույն այնուամենայնիվ չես կարողանում։ Չեմ կարող, ես նայում եմ, ասում եմ, կարամ, գնում եմ խանութներով ու իտոգում ոչ մի բան։ Չեմ կարող ոչ մի բան։ Ի վերջո չես կարողանում ընտրել, այո։ Բայց կարող եմ ասել, որ հղիության ընթացքում կերպարանափոխվելու որոշում կայացնելը շատ կարևոր եւ նաեւ խիզախ քայլ է։ Ինչպես եկար այդ որոշմանը։ Ճիշտ ասած իմ ընկերուհին ինձ առաջարկեց, ես հենց պայտակ շոկի մեջ ընկա, հետո էլ ամուսնուս հետ խորհրդակցի, եթե իմ ամուսինը իմ կողքին չլիներ, ես երևի չէի անի այս քայլը, որ չաջակցեր այս հարցում, չէ՞, որ գայք եւ կերպարանափոխությանը մասնակցեի։ Այո, շատ ճիշտ է։ Ալա, ինչ ես ուզում, որ քո նոր ոճը պատմի քո մասին։ Երևի թե որ մայրիկները հղիության ընթացքում կարան շատ ստիլնի լինեն ու ժամանակագից լինեն։ Ես համաձայն եմ լիովին, Ալա։ Իսկ ինչ լուծումների ես պատրաստ եւ որոնք ես ամբողջովին բացառում։ Ճիշտ ասած, երբեք մազերս չեմ ներկել։ Սա բնական գույնն է։ Այո, ու դա իմ համար շատ
դժվար քայլ է, այո, ես մազերս երբեք գույնը չեմ փոխել, դրանից վախենում եմ, բայց միշտ ուզեցել եմ։ Իսկ սանրվածքը կարճ, երկար կարճ երբեք էլի միշտ մազերս երկար է եղեք ոնց որ ես սիրում եմ դասականը ոնց որ դասականը երկար մազերի իմ մտածելով ավելի շատ է սազում դրա համար ես միշտ երկար մազեր եմ պահել բայց միգուցե մասնագետները քեզ համոզեն տեսնենք Ալա ես միայն ուրախ եմ որ հղիության ընթացքում դու դիմել ես այս քայլին եւ մասնակցում ես այլ ոճով հաղորդմանը եւ ես համոզված եմ որ մենք վերջում տեսնելու ենք շատ հետաքրքիր երկու կերպարներ Ճիշտ ասած, ես էլ եմ անհամբեր սպասում։ Ես որքան որ Ալային ճանաչում եմ, ինքը միշտ հագնվել է ավելի ազատ ոճով, ամենօրյա հագուստ քերուժալ ոնց որ ասում են։ Երեկոյան զգեստներով չի եղել նման դեպք, որ իրան ինչ-որ տենց ճոխ երեկոյան զգեստներով տեսնեմ։ Ճիշտն ասած, հղիության ընթացքում ինքը չէր կարողանում իրեն հարմար զգեստ ընտրել։ Դրա համար ինքը որոշեց դիմել ոճաբաններին, որպեսզի հղիության ընթացքում ինքը համ իրեն հարմարավեց գա այդ հագուստի մեջ, համ էլ ինչ որ չափով լինի ավելի ոճային։ Երբ իմացա, որ որոշել է դիմել ոճաբաններին, զուտ կերպարանափոխության համար շատ ուրախացա։ Ինձ էլ է շատ հետաքրքիր նրան տեսնել ավելի կանացի եւ ավելի ոճային կերպարում անհամբեր սպասում եմ տեսնեմ թե վարսերի արդյունքը ինչ է լինելու վերջում, որովհետև Ալան միշտ եղել է սև մազերով ու միշտ ասում էր, որ բացի սևից ինքը ուրիշ գույն չի պատկերացնում ու հիմա եկել այդ պահը, որ պետքա բոլորս դրան տեսնենք ուրիշ գույնով Իր սիրելի զգեստներն ու բարձրակրունկները Ալան փոխարինել է հարմարավետ ջինսետաբատներով եւ սպորտային կոշիկներով։ Նորաձև եւ ոճային տեսք ունենալու հարցում այսօր նրան կօգնեն ոճաբան Սարգիս Մկրտչյանը, վարսահարդար Ռոման Հակոբյանը եւ դիմահարդար Հասմիկ Մայլյանը։ Ողջույն։ Կարծում եմ, որ ապագա մայրիկների ոճը ունի մի շարք առանձնահատկություններ, ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել, որոնք են առաջին քայլերը։ Խնդրեմ Սարգիս։ Երևի թե ամենաառաջինը պետք է ուշադրություն դարձնենք հարմարավետության վրա։ Ահա եւ Ալայի նկարները, Ռոման դու էլ փոխանցիր Հասմիկին։ Լինելու է շատ հարմարավետ, նաեւ Սա ամենակարևորն է։ Այո, ինչու՞ չէ, նաեւ ոճային եւ պրակտիկ։ Առաջի երևի թե լուքը նմանատիպ ինչ որ մի բան կմտածենք, շատ հետաքրքիր։ Իսկ երկրորդի համար միանշանակ կվերցնենք ինչ-որ բեմական կերպար, որպեսզի շատ գեղեցիկ ֆոտոներ ստանանք։ Սա շատ կարևոր ուղերձ է կարծում եմ, որ նաև հղիության ընթացքում կարելի է լինել ոճային։ Ռոման, ինձ հետաքրքիր է, թե հղիության ընթացքում ինչ փոփոխություններ կարելի է անել վարսերի հետ։ Ամեն ինչ կարելի է, եթե մարդ ալերգիա չունի։ Այսինքն երանգը վարսերի կարելի է փոխել հանգիստ։ Ամեն ինչ կարելի է անել, եթե չկա տոքսիկոզ, եթե չկա սրտխառնոց։ Ալերգիաներ, ինչպես նշեցիր։ Ալերգիաներ դա արդեն առանց հղիության էլ։ Տեստերը անպայման արվում են, տեստերը արվում են ամենանուրբ տեղը մաշկի։ Դա առհասարակ ոչ միայն հղի ժամանակ։ Շատ կանացի աղջիկ է, ես կուզեի առաջի հերթին ջարդեի սև գույնը։ Այո, բայց դա ամենադժվար պահն է կարծում եմ լինելու։ Ամենադժվար աշխատանքը յուրաքանչյուր վարսահարդար հետս կհամաձայնվի, որ սևից դուրս գալն է նամանավանդ, երբ որ աղջիկը հղի է, երկար նստացնել։ Կարծում ես Ալան կհամաձայնվի։ Իհարկե առաջին հերթին նրա համաձայնությունն է պետք։ Ինքը հաստատ կհամաձայնվի, որովհետև գեղեցիկ ցորենագույն մաշկ ունի։ Նայած ինչպես ներկայացնես, պատմես նոր կերպարի մասին, կարծում եմ, որ ամենադժվարը հենց դա է, խոսալը, հասկանալը իրար, տեսնենք իրար տրամադրվում ենք։ Ինչ որ վերաբերվում նկարին, արդեն տրամադրված եմ իր հետ աշխատելու, որտեղ գեղեցիկ կերպար է։ Հասմիկ, հղիության ընթացքում մաշկը նաև պահանջում է հատուկ խնամք։ Որն է այդ խնամքը եւ ինչպիսի դիմահարդարում ես պատկերացնում, որովհետեւ երկու կերպար է լինելու եւ ինչպես Սարգիսը նշեց, երկրորդը լուսանկարահանման համար է լինելու։ Ցանկացած մաշկ պահանջում է խնամք։ Հղիության ընթացքում մաշկը կարող է փոխվել դեպի լավը կամ դեպի վատը։ Լավը փոխվելու դեպքում մայրիկները կարող են շարունակել օգտվել են կոսմետիկ միջոցներից, որոնցով օգտվել են մինչև այդ։ Իսկ վատի դեպքում ցանկալի կլինի, որ ավելի գնան մաշկաբանի մոտ ավելի խորացված խնամքին ուշադրություն դարձնեն։ Հատուկ խնամք։ Հատուկ խնամքին, այո։
Իսկ մեր ալայի դեպքում շատ հետաքրքիր դիմագծեր ունի, շատ նուրբ, կարծում եմ առաջի լուքի դեպքում շատ չենք ծանրաբեռնի, ուղղակի թեթև կոնտուրինգով ինչ-որ հետաքրքիր նուրբ կերպար կստանանք, իսկ այլ լուսանկարահանման ժամանակ կուզենամ շեշտը դնեմ աչքերի վրա, բայց ելի եմ ասում ավելի, քանի որ հղիության ընթացքը համարվում է ավելի կանացի, նուրբ ընթացք, չեմ կարծում, որ չչացող ինչ-որ բան է պետք ստանալ։ Հաստատ։ Դրա համար գծենք կանացիությունը։ Իհարկե, շեշտը կդնենք աչքերի վրա, բայց ելի նուրբ տեսակով։ Դու խոսում ես առաջին կերպարի մասին, իսկ ես ուզում եմ արդեն իսկ պատկերացնել ալային երկրորդ կերպարում լուսանկարահանման համար, որովհետև Հասմիկը շատ լավ արդեն պատկերացնելով պատմեց, թե ինչպիսին է լինելու դիմահարդարումը, նուրբ ընդգծված աչքերով, Ռոմանը ասեց, որ պետք է կոտրի սև երանգը, իսկ զգեստը ինչպիսին է լինելու։ Համոզված եմ, որ զգեստ է լինելու։ Միանշանակ զգեստ է լինելու, շատ նուրբ զգեստ, որը կընդգծի իր կանացիությունը, որովհետև կնոջ մոտ ամենագեղեցիկ պահն է, երևի թե իր կյանքի ընթացքում մայրանալը։ Լուսանկարահանման համար ընտրել ենք այնպիսի նուրբ երանգով զգեստ ու ինքան պայման զգեստ է լինելու։ Արդեն պատկերացնում ես երանգը։ Այո, իհարկե, ոչ հարթ կտորից է լինելու զգեստը, որպեսզի ընդգծի իր մարմնի բոլոր բարեմասնությունները եւ գույնի առումով նրբացնելու է ու ընդգծելու ենք կանացիությունը։ Սարգիս, Ռոմանը եւ Հասմիկը պատմեցին իրենց պատկերացումները, արդյոք համաձայն ես։ Միանշանակ։ Միանշանակ։ Ես լիարժեք վստահում եմ մասնագետներին, այնպես որ ես վստահ եմ, որ վերջնական արդյունքը շատ գեղեցիկ է լինելու, չնայած գիտեմ, որ սև մազը շատ բարդ է ինչ-որ ուրիշ գույն ստանալ, բայց մենք կփորձենք դա անել, խոստացել է։ Կարևորը խոստացել ես, Ռոման։ Կարևորը կարողանա այդքան նստի։ Կարևորը համաձայնվի նաև Ալան բոլոր ձեր պատկերացրած այս ոճի եւ կերպարների հետ երկու։ Ես վստահ եմ, որ կհամաձայնվի այն պատճառով, որովհետեւ մենք իրան ներկայացնելու ենք վերջնական արդյունք մոտավոր, որպեսզի տեսնի ինչքան գեղեցիկ է լինելու։ Առաջին կերպարը չգիտեմ, բայց արդեն իսկ աչքերս երբ փակում եմ, պատկերացնում եմ Ալայի եթերային երկրորդ կերպարը նկարահանման համար։ Այո։ Երկրորդ կերպարը նկարահանման համար, Ռաման, պատկերացնում ես, որ մազերը պետք է լինեն թափված թե հավաքված։ Ես օրինակ թափված եմ պատկերացնում։ Այն ինչ որ ներկայացրեց Սարգիսը, շատ եթերային ոճի մեջ, այդ ձևել կընդգծենք, որովհետև ոճաբանը ինքն է, ես կուզեի շարունակել իր կերպարը որպես պրոֆեսիոնալ, այդ դեպքում ուղղակի հավաքվում է մազերը բնականում, ոնց որ ինքը հավաքածն է, բայց շատ սիրուն։ Պասիվ աճի եթե ունի մազերի հանգիստ թողնված, ընդհանուր բոլորը հավաքված, ավելի փափուկ գծերի մեջ ամեն ինչը, որովհետև իմ համար հղիությունը դա ամենափափուկ ու գեղեցիկ էտապն է կնոջ կյանքում, այո։ Իսկ ես պատկերացնում տեսեք Ռոմանի ասած այդ փափուկ գեղեցիկ կերպարի մեջ շագանակագույն թարթիչներ օգտագործենք, որը աչքերը նույն ձև արտահայտիչ է դարձնում, բայց ավելի փափուկ տեսակով։ Եվ ոչ այդքան աչքի ագրեսիվ տեսակ չի լինում, ինքը ավելի փափուկ, հանգիստ տեսակն է լինում։ Շատ ներդաշնակ խումբ է, միանգամից թե դիմահարդարը, թե վարսահարդարը, թե ոճաբանը պատկերացրեցին, համաձայնվեցին եւ կարծում եմ կարող ենք անցնել գործի։ Միանշանակ։ Քննարկեցինք մեր հերոսու կերպարը մասնագետների հետ, այնպեսի բան ենք ընտրել, որ իր համար լրիվ իդեալական համապատասխանի։ Բոհո ոճը, քանի որ իրանից ենթադրում է բոհեմական ոճ, այսինքն բնությանը հնարավորինս մոտիկ ու բեժ գույների մեջ, մազերն փորձել ենք բնությանը մոտիկ ինչ-որ երանգ փոխենք, սևից մի քիչ բարդ է ստանալ ուրիշ գույն, դրա համար որոշեցինք, որպեսզի բնությանը մի քիչ մոտիկ լինի, շագանակագույն գույնը ընտրեցինք, հուսամ իդեալական ստանալու ենք, դիմահարդարի հետ որոշեցինք, որ դիմահարդարումը պետք է լինի բնական, նյուդ ասվածը, այսինքն հնարավորինս բնական եւ հակաալերգիկ նյութերով, քանի որ իմ թիմի անդամները իրանց գործի վարպետներն են, իդեալական վստահում եմ ու վստահ եմ, որ այդ վերջնական արդյունքը ինչ պետք է ստանանք, շատ լավն է լինելու ու մեր հերոսուհին շատ գոհ կլինի վերջնական արդյունքից։ Քննարկումներից պարզեցինք, որ պետք է ստանանք ավելի նուրբ, հանգիստ կերպար, քանի որ հղիությունը ամենականացի, ամենանուրբ շրջանն է եւ
Դիմահարդարումը կարծում եմ իմ մասով ավելի նուրբ, հանգիստ, նուրբ երանգների մեջ կանենք, որ չկոպտացնենք, ստանալու ենք առանց ճչացող դետալների նուրբ կանացի կերպար։ Եկանք ընդհանուր հայտարարի, որ ունենալու ենք շատ քնքուշ մայրիկի կերպար։ Իհարկե, առաջինը ինչին որ ուշադրություն ենք դարձնելու, դա հարմարավետությունն է։ Ունենք շատ վիճելի հարց, դա իհարկե կտրվածքն է։ Մազի սնուցումը ամբողջովի ապահովելու համար ավելի լավ է ունենալ 60 սանտիմետրի տեղը 40 սանտիմետր, բայց սնուցված գեղեցիկ մազեր։ Մազի երկարությունը պետք է լինի մազի առողջության մասին, միայն առողջ մազը կարող է ապահովել գեղեցկություն։ Հղիության ընթացքում փոխվում է ամեն ինչ՝ նախասիրությունները, առաջնահերթությունները, կազմվածքը եւ իհարկե զգեստապահարանը։ Մեր սիրելի հագուստը զիջում է իր տեղը եւ առաջին պլան են գալիս հարմարավետությունը եւ պրակտիկությունը։ Այսօր ոճաբան Սարգիս Մկրտչյանի հետ միասին կամփոփենք, կվերլուծենք Ալայի զգեստապահարանը։ Պատրաստ ես, Սարգիս։ Իհարկե։ Ալա դու։ Իհարկե։ Մենք դեռ կհասցնենք հասկանալ, թե ինչ ոճային փոփոխություն է սպասվում Ալային, բայց նաև պետք է հարցնել, թե ինչ գործվածքներից եւ ինչ գույներից է պետք խուսափել հղիության ընթացքում։ Հետաքրքիր է, չէ՞։ Իհարկե։ Ոչ մի բարփակող շարժումները հագուստ չենք ընտրելու, որպեսզի հարմարավետությունը նաև նորաձևության հետ համադրելու, դա եւս երկու բարդ խնդիր է, պետքա լուծենք։ Ալա, բայց ինչ ոճ ես դու նախընտրում։ Նախ եւ առաջ արի մի փոքր հասկանանք քո ոճը, քո նախընտրելի տարբերակները, որ հետո արդեն իսկ ավելի հեշտ լինի Սարգիսին կարծում եմ։ Էլի կրկնվեմ, որ դասականը ինձ ավելի մոտիկ է, ես ինձ ավելի լավ եմ դրա մեջ զգում, բայց հղիության ընթացքում իհարկե դժվար է այդ ոճը դասական ոճը պահել, այո։ Այստեղ արդեն գնում ենք ինչ որ հարմար է, պրակտիկա, որովհետև գնալ գալ երեխուն դասերի տանել մի քիչ պետք է ավելի հանգիստ ինձ զգամ։ Եվ փոքրիկ երեխայի մայրիկ է, եւ արդեն սպասում ենք երկրորդի։ Այո։ Սարգիս, ինչ կասես Ալայի զգեստապահարանի մասին եւ շատ կարեւոր է նաեւ հասկանալ, թե ինչ գործվածքներից եւ որ գույներից է պետք խուսափել այս ընթացքում։ Գույները իրականում բոլոր գույները ինչ որ իր մաշկի երանգին կսազեն, իդեալական կլինի։ Բազային զգեստապահարան ունի, կարելի է ինչ որ բաներ համադրել, հա, աքսեսուարներ, պայուսակներ, կոշիկներ կամ եւ փոխել ամբողջ ոճը։ Միանշանակ։ Ես իրականում ավելի շատ ուրիշ ոճի մեջ եմ պատկերացնում։ Եվ որ ոճն է դա։ Բացում ենք փակագծերը, կարծում Ալային էլ է շատ հետաքրքիր։ Մի փոքր էթնո լինելու ամեջը։ Այնպես որ կլասիկա չի լինելու։ Այո, դա եմ ասել, դասական ոճը այս բանին մոռանում ենք, Ալա ջան։ Շատ հետաքրքիր բաներ ես պատմում, Սարգիս, ինձ էլ է արդեն հետաքրքրում, թե ինչ ենք վերջում ստանալու։ Իսկ արդյոք հնարավոր է նոր ոճային փոփոխություն ստանալ հին արդեն իսկ հագուստի հիման վրա։ Միանշանակ։ Այ որ հագուստը դուք ընտրեիր էթնո ոճի համար։ Չէ՞։ Էթնո ոճի համար։ Իդեալական հիմք կարա լինի հենց այս վերնաշապիկը, այո։ Գույնը, ինչու եմ այս զգեստապահել։ Իր վրա ավելացնում ենք ինչ-որ հետաքրքիր էթնո-ոճի մեջ աքսեսուար ու էթնո-ոճի մեջ փեշ ենք վերցնում, լավ երկար։ Պարզը չենք մոռանում գլխաշորը ու աքսեսուարները թևնոց։ Հետաքրքիր։ Կարևորը չես զարմանում, Ալա։ Ալա, ինչն է քեզ հատկապես հիմա դժվար տրվում, երբ դու գնում ես խանութ եւ փորձում ես հագուստ ընտրել քեզ համար։ Ամենադժվարը շալվար ընտրելն է, բազայից ենկոմ ոչ մի բան ոնց որ թե չեմ կարում ինձ ընտրեմ։ Եվ ջինսե տաբատն է կարծում եմ, ամենաբազայինը հենց ջինսե տաբատն է, որը կարելի է ընտրել։ Դրանից ոնց որ ենկոմ չեմ կարում ոչ մի բան ինձ գտնեմ։ Հասկանում եք, չէ։ 9 ամիս շարունակ շատ դժվար է միայն ջինսե տաբատներով դուրս գալ եւ գնալ ինչ-որ տեղ տանից։ Այո։ Այնպես որ մեզ իսկապես խիստ անհրաժեշտ է գտնել նոր ոճ, հետաքրքիր հագուստներ։ Պատրաստ ես, չէ՞, Սարգիս։ Ալա, դու պատրաստ ես մասնագետների հետ աշխատանքին։ Ես պատրաստ եմ։ Ես էլ։ Մենք է։
Սարգիսի առաջարկներից հետո ես հասկացա, որ իմ ոճի մեջ չի հերիքում ինչ-որ դետալներ, բրոշներ, աքսեսուարներ, երևի թե ես դրան ավելի շատ մեծ ուշադրություն կդարձնեմ։ Շատ է զգեստապահանում բազային հագուստը, որը շատ հեշտ է ձևափոխել, որովհետև բազան եթե մենք ունենք ինչ-որ աքսեսուարներ կամ փոքրիկ դետալներով կամ վերնահագուստը փոխելով կարելի է ստանալ շատ հետաքրքիր ուրիշ ոճ։ Մեզ շատ հետաքրքիր ընթացք է սպասվում, փորձելու ենք այսօր ձևավորել Ալլայի նոր ոճը։ Սարգիս, քո բոլոր խորհուրդները համոզված եմ, որ Ալլային շատ պետք կգան եւ նա կփորձի նաեւ կիրառել այդ խորհուրդները երեխայի ծնունդից հետո եւս։ Մեզ հարկավոր է հավաքել 2 կերպար եւ ես կարծում եմ մենք պատրաստ ենք։ Սարգիսի խորհուրդներից հետո ես ավելի լավ եմ պատկերացնում ինչ զգեստներ եմ ես ինձ ընտրելու։ Ես ուշադրություն կդարձնեմ աքսեսուարներին, սպորտային կոշիկները կփոխարինեմ ցածր կրունկ։ Քանի որ Ալան հույավ իր հետ քննարկելուց մենք հասկացանք, որ պետք է լինի բոլոր հագուստները բնական հնարավորինս, այսինքն բամբակ, բուրդ եւ այլն, հա, բնական նյութերից եւ պետք է լինի էլաստիկ, որպեսզի իրան լինի հարմարավետ եւ ազատ։ Միանշանակ կընտրենք հետաքրքիր հագուստ Ալայի համար, որպեսզի իրան լինի հնարավորինս հարմարավետ եւ պրակտիկ։ Սարգիս, մեզ պետք է ուղղություն ինչից սկսել եւ որտեղից սկսել, որովհետեւ Ալանել է միշտ դժվարանում հագուստ ընտրելիս, հատկապես այս ժամանակահատվածում ես էլ մոռացել եմ։ Իհարկե, սիրով, ինձ թվում է, որ գույները, մեզ մոտավորապես հուշի գույներ, մենք սկսենք գտնել։ Բեժի երանգների մեջ, բեժի երանգների, պաստելային, այսինքն լինի ամբողջությամբ։ Մուգ չենք ընտրում։ Այս իրավիճակում ինձ թվում է ամեն ինչը պետք է լինի հանգիստ, իսկ ֆորմաները ավելի հանգիստ։ Այստեղ կա նույնիսկ գոտի հետևը, Շատ հետաքրքիր է էսի։ որ կարող ենք ձգել։ Իդեալական է։ Չէ, բայց լավ չէ։ Իդեալական է։ Երկու ճիշտ աքսեսուար է։ Պայուսակը պարզապես աքսեսուար չէ, այն մեր կերպարի բաղկացուցիչ մասն է կազմում։ Կարևոր է ոչ միայն ձևը, չափսը, այլ նաև գույնը։ Եկեք միասին հասկանանք, թե ինչպես կարելի է համադրել պայուսակը եւ հագուստը եւ ստանալ ոճային կերպար։ Շագանակագույն փոքրիկ պայուսակն առաջին հերթին համադրել եմ ջինսե տաբատի եւ անթև բլուզի հետ, լրացնելով կերպարը սև բարձրակրունկ կոշիկներով։ Նույն պայուսակն այժմ կրում եմ որպես կլաչ, համադրելով բոլորովին այլ ոճի հագուստի հետ։ Ընտրել եմ բեժ լայն տաբատ, պիջակ, սպիտակ բլուզ եւ ոսկեգույն ցածրակրունկ կոշիկներ։ Այս կերպարն ավելի դասական ոճ ունի։ Սպիտակ զգեստ, բեժ բարձրակրունկ կոշիկ եւ շագանակագույն պայուսակ, նուրբ ու գեղեցիկ գունային համադրություն ստացվեց։ Նույն կոշիկն ու պայուսակը հրաշալի համադրվում են նաեւ սև երկար զգեստի հետ։ Այս դեպքում սև պայուսակը կրում եմ առանց բռնակի։ Սարգիսը ինձ շատ օգնեց, շատ լավ խորհուրդներ տվեց ու իմ կարծիքով մենք շատ հետաքրքիր կերպար ենք ստանալու։ Շատ հեշտ ընտրություն կատարեցինք հագուստի, շատ ճկուն էր Ալան, ինչ առաջարկում էի տարբեր ոճերի համաձայնվում էր։ Առաջինը պրակտիկ եւ հարմարավետ, իսկ երկրորդը ավելի բեմական եւ ֆոտոշարքի համար է նախատեսված։ Ողջույն սիրելի Ալա, ես շատ ուրախ եմ, որ այս этаպում ընտրել ես ոճափոխությունը։ Դա շատ քիչ է լինում աղջիկների հետ, չնայած որ անընդհատ այս этаպում դուք ինչ-որ բան ուզում եք փոխել կյանքում։ Հոգեբանորեն ուզում եք հայլու մեջ է տեսնեք մի քիչ ուրիշ մարդու։ Ինչ նախասիրություններ ունեք, ինչ կուզեիք կոնկրետ փոխեիք, դուք ձեր տեսակետը ասեք, ես իմը կհնչեցնեմ։
Ճիշտ ասած, ես մազերս երբեք գույնը չեմ փոխել, երկարությունը միշտ սենց է եղել, մոտավոր, շատ սենց մի թեթև կարճացրել եմ ու վերջ։ Կուզենայի ավելի թարմացնեի մազերը, որովհետև զգում եմ, որ տարիների ընթացքում մազերս ավելի վատ որակի են եկել։ Իսկ կլասիկ ներկերով թե խնայել։ Ճիշտ ասած, օգտագործում եմ հաճախ խնա, ամիսը 1-2 ամիսը 1, իմ կարծիքով, որ խնան դեպի լավ ազդում մազերին այտենց։ Շատ բարի։ Ունեք շատ առատ գեղեցիկ մազեր, ունեք 15-20% սպիտակություն։ Ես ինքս ոճային չեմ համարում սև գույնը, դուք ավելի հետաքրքիր կերպարեք, քան սև մազերի գույնը։ Դուրս կգամ սև գույնից, որ ավելի հետաքրքիր նայվի։ Գունաբացումից հետո հայկական կարմիր պիգմենտը զգացնել է տալու։ Ես իհարկե փորձնական մի հատված կներկեմ, հասկանալու համար խնան կարողանում ենք անել մազերից, թե ոչ, որովհետև կան խնայի տեսակներ, որոնք մազերից շատ դժվար են դուրս գալի կամ տալիս են կանաչ էֆեկտ։ Առհասարակ հղիության ժամանակ ես փորձնական տեստեր անում եմ հասկանալու համար ինչպես է իրեն պահում մազը այդ ընթացքում։ Առհասարակ կա կարծիք, որ հղի ժամանակ չի կարելի մազերը ներկել։ Եթե դուք չունեք տոքսիկոզ, շատ հանգիստ կարելի է նույնիսկ պերմամենտ ներկով։ Նույնիսկ ասեմ ավելին, շատ աղջիկներ ամյակային ներկով ներկում են, այդ ժամանակ միանգամից փոխվում են ոչ ամյակի։ Եթե ոչ ամյակի է, դա չի նշանակում այնտեղ քիմիա չկա։ Կարող է ամյակից տոքսիկոզ կամ ալերգիա չունեք, բայց ոչ ամյակայինից ունեք։ Ինչպես ներկել եք մազերը, շարունակեք այդպես էլ ներկել մազերը։ Բացի խնայից։ Խնա ձեզ պետք չի, դուք շատ առատ գեղեցիկ մազեր ունեք, նա ձեզ ոչ օգնելու է, ոչ խանգարելու է։ Ես կօգտագործեմ կոլորիստիկայի 3 տեսակներից որևէ մեկը, AirTouch, բրազիլական բալայաշ կամ միլյորովկա, մեր լեզվով ասած։ Բայց սկզբում ես կօգտագործեմ թթվային գունաթափումը, որը ոչ միայն չի վնասում մազերը, այլ նաև ավելի փայլ է տալի, քանի որ դուրս են գալի ավելի նոր երկաթները եւ ավելի նոր մոլեկուլները։ Գունաթափումից հետո, կոլորիստիկայից հետո մենք ունենանք շատ տաք երանգի մազեր, որը կնեյտրալիզացնենք գունավորման եղանակով։ Իսկ ամենավերջում կգունավորեմ պերմամենտային ներկով, որը որ ձեզ քաջ ծանոթ է, բայց արդեն ոչ սև գույներով։ Չգիտեմ ինչ դիմակ օգտագործեմ, որ մազերս ավելի քիչ թափվի։ Հարցը շատ լավն է, ոչ մի թե սեզոնային, թե հղիության, թե հորմոնալ մազաթափության դեպքում ոչ մի դիմակ այդ դեպքում չի օգնելու։ Ամեն ինչ սկսվում է ներսից։ Մազաթափությունը սկսվում է երեխայի ծնունդից 2-րդ ամսից մինչև 6-րդ ամիսը, որովհետև երբ որ կերակրում եք, ձեր բոլոր լավ միկրոէլեմենտները դուրս են գալի կաթեթ երեխային սնուցելու համար։ Այդ ժամանակ սկսվում է մազաթափությունը։ Մայրանալուց հետո մազաթափությունը ինչպես արհեստական սկսվում է, այնպես է արհեստական վերջանում է եւ հետ են գալի մազերը։ Ամենակարևորը այդ ընթացքում դիետաներ չանեք։ Դուք այդ ընթացքում պետք է ուտեք այն, ինչ որ սիրտը ուզում է, որպեսզի բոլոր միկրոէլեմենտները հետ գան։ 1 տարի անցնելուց հետո միայն սկսեք դիետաները։ Ոչ մի դիմակներ ձեզ չեն օգնելու։ Մնացածը ամբողջովին մարքեթինգի մասին է։ Եթե ինչ-որ վարսահարդար կամ խանութ ձեզ կառաջարկի, խնդրում եմ Չխապնվենք։ Այո։ Ինձ հետաքրքիր է ինչ արդյունք ենք ստանալու, որովհետև ես շատ եմ սիրում երկար մազ ու շատ դժվարությամբ եմ բաժանվում եմ երկարության հետ։ Ես այն վատ վարսահարդարներից եմ, որ սիրում եմ կտրվածքներ ու իմ համար ավելի ոճային է կտրվածք ունենալը։ Հարգում եմ ձեր նախասիրությունը, որ դուք սիրում եք երկար մազեր, բայց առողջության համար մազի մենք գոնե այս թափանցիկ մազերը կհանենք, կկտրենք։ Ներքին շերտավորումը ապահովում է մազերին թեթևություն եւ կարիք չկա անդադ հարդարելու իրենց, քանի որ հասկանում եմ անդադ երեխայով եք զբաղված լինելու, ուզում եմ հնարավորինս հարմարավետ կտրվածք անել։ Վարսահարդարը հասկացավ իմ ցանկությունները, որ ես վախենում եմ երկարությունը կորցնեմ ու ես հույսով եմ, որ արդյունքում իմ ցանկությունները ինքը հաշվի կառնի։ Քանի որ իմ մազերը միշտ սև գույնն է եղել, մուգ, ես անհամբերությամբ սպասում եմ արդյունքին։ Ունենք տիպիկ հայ գեղեցիկ կնոջ կերպարը։ Բարդությունը իհարկե ներկայացնում իրենից հենց սև կուտակված գույնը, որը ինձ կհասկանան իմ գոլեգաները, բայց անպայման սևից պետք է դուրս գանք։ Յուրաքանչյուր սև գույնից դուրս եկող կնոջ համար յուրաքանչյուր ուրիշ գույն թվալու է շատ տաք, շատ կարմիր, շատ դեղին, որովհետև սևը ունի խորություն ու այդ խորությունը ապահովում է կապույտ արհեստական պիգմենտը։
մենք ունենալու ենք 3 օր հարմարվելու խնդիրը։ Յուրաքանչյուր հաճախորդի, երբ որ ես փոխում եմ 3 տոնից ավել կամ մուկ կամ բաց կապ չունի, միշտ ասում եմ, որ 3 օր դուք գնացեք եկեք հայլու մեջ ձեզ նայեք, սովորեք դուք ինքներդ ձեզ։ Այստեղ ունենք ինքներս մեզ հարմարվելու խնդիրը։ Ինձ թվաց, որ Ալան շատ հարմարվող է ու ես նկատեցի, որ ինքը սևից չի դուրս եկել, ոչ թե նրա համար որ չի ուզեցել, այլ չի եղել ժամանակային հնարավորություն փոքր երեխայի պատճառով, ընտանեկան պատճառներով։ Համոզված եմ, որ ամեն ինչ իրեն դուր է գալու եւ նույնիսկ ինքը չի կանգնելու այն խնդրի առաջ, որ 3 օր պետք է հարմարվի։ Միանգամից սիրահարվելու է իր նոր կերպարին։ Ալլա ջան, տես դու շատ լավ մաշկ ունես, հղիության ընթացքում մաշկը շատ լավացել է, ոնց հասկանում եմ։ Դրա համար կարծում եմ, որ կարիք չկա ամեն օր էլ դիմահարդարվելու, կարոս օգտագործես թեթև տոնային քսուկներ, ինչը մեր օրերում շատ են, նույնիսկ կուշոններ, սիսի կրեմներ, բիբի կրեմներ, իսկ առհասարակ աչքերդ շատ արտահայտիչ սիրուն են, այնպես որ մի պուճուրիկ արտահայտելով անկյունային հատվածները արդեն կարաս ստանաս իդեալական արդյունք։ Տես, մենք ունենալու ենք 2 կերպար, մի հատ լուսանկարահանման համար, մի հատ առօրյա։ Առօրյայի համար թեթև դիմահարդարում ուղղակի բիբի կրեմներ, սիսի կրեմներ, այդքանը հերիք է։ Կանենք թեթև աչքերի ընդգծում, որ շատ չծանրաբեռնենք, քանի որ առօրյայում չես էլ քսվում, քո համար չլինի շատ գլոբալ տարբերություն։ Իսկ լուսանկարահանման համար կանենք ավելի արտահայտված աչքեր, քանի որ հղիությունը բոլորիս մոտ ասոցացվում է ավելի նուրբ, ավելի կանացի շրջանի հետ, կարծում եմ ճիշտ կլինի, որ շատ բան չարտահայտենք, ուղղակի թեթև արտահայտված աչքեր ու նուրբ շուրթեր։ Շատ լավ համամիտ եմ։ Շատ լավ։ Հասմիկը ասաց, որ ես շատ լավ մաշկ ունեմ ու ինչ որ վառ դիմահարդարումից պետք չի, կընկծի աչքերս ու շուրթերս։ Առհասարակ հղիների հետ աշխատելը շատ հետաքրքիր է, սակայն ունի իր բարդությունները, բայց Ալայի հետ աշխատելը շատ հեշտ է։ Ալայի համար պատրաստել ենք 2 կերպար, մեկը առօրյա, մյուսը լուսանկարահանման համար։ Առօրյա կերպարում ոչ մի շեշտադրումներ չեն լինելու, ավելի հանգիստ կերպար է լինելու։ Լուսանկարահանման համար կերպարին ավելացնելու ենք աչքերին տաք երանգ, ավելի վարդագույն, շորին համապատասխան, շուրթերն ենք ավելի ընդգծելու, ստանալու ենք եթերային նուրբ կերպար։ Սարգիս, համոզված եմ, որ քեզ եւ քո թիմին հաջողվեց Ալային օգնել ճիշտ ընտրություն կատարել, գրագետ ընդգծել նրա գեղեցիկ կարգավիճակը, ներկայացրու Ալայի նոր կերպարը։ Մեր համար թիմի անդամներով ամենակարևորը, որպեսզի Ալան այդ փոփոխությունները շատ հեշտությամբ ընդունվի, որը մեր մոտ ստացվեց, ու ամենակարևորը գլոբալ փոփոխության մեջ, որպեսզի ինքը ժպիտով ինքն իրան դիմավորի, ամենակարևորը մեզ համար, որպեսզի Ալան հագուստի եւ սանրվածքի միջոցով ինքն իրան հարմարավետ զգա։ Եվ հագուստը լիարժեք համապատասխանում է իրան այն առումով, որ ոչ մի սխմող կամ ձգվող ինչ-որ տարբերակներ չկան, որ չնեղվի շարժման մեջ, եւ կարևոր կետերից մեկն է, որ բնական լինի։ Ես կարծում եմ, մենք պատրաստ ենք դիմավորել Ալային։ Իհարկե։ Ալա, մենք քեզ սպասում ենք։ Խոսքերն ավելորդ են։ Վաու։ Անսպասելի էր, շատ սիրուն է, ոնց որ ես չլինեմ։ Շքեղ տեսք ունեք։ Համարենք ստացված ոճափոխությունը, որովհետև ոնց տեսակ, երբ որ նայում ենք իրեն ժպտում է, դա արդեն բավական է։ Ամենակարևոր պահն է։ Այո։ Ալա, շքեղ տեսք ունեք։ Իսկապես եմ ասում, շնորհավորում եմ Սարգիս քեզ եւ քո թիմին, իսկապես աշխատանքը ստացված է։ Ալա, ինչն է քեզ ամենաշատը դուր եկել։ Ճիշտ ասած չեմ կարող ասեմ կոնկրետ ինչը, իմ գույներն են, ինձ մոտիկ գույներ են, ես միշտ սիրել եմ այս գույների մեջ, այս երակների մեջ հագնվեմ, քսվեմ ու ինձ շատ է դուր գալիս, ես ինձ շատ ազատ եմ զգում։ Սա նաև կարևոր է, որ դու քեզ ազատ զգաս եւ հարմարավետ։
Իսկ վարսերի առումով ինչ կարող ես ասել, կարևորը սև երանգից ամբողջովին դուրս ենք եկել։ Դուրս ենք եկել, շատ էի վախենում ճիշտ ասած, կստացվի թե չէ, այո, բայց ոնց հասկացա ինչ շատ ասազում ու ես մի անգամից ինձ ընդունեցի սենց։ Շատ ուրախ եմ, որ դուր է եկել իրեն, որովհետև մտավախություն կար, որովհետև շատ տարբեր է իր իրական ոճից եւ ջինսետաբատներ, սպորտային կոշիկներ եւ ահա լուծում ենք ստացել ու շատ ուրախ եմ, որ հավանել է։ Զգեստապահանի քննարկման ժամանակ այնտեղ նշեցի, որ լինելու է էթնոյի տարերով ու այս ոճի մեջ թևնոցները հենց էթնոյի մատանին, թևնոցները, այո։ Ճիշտ ընտրված է։ Որը լրացնում է ամբողջական ոճը։ Մենք անհամբերությամբ սպասելու ենք երկրորդ կերպարը նաև Ալլա, որ տեսնենք, այնպես որ դու գնաս գեստափոխվիր, իսկ Սարգիսը ներկայացնի, թե ինչպիսին է լինելու երկրորդ կերպարը։ Սարգիս, ուզում եմ մի քանի բառով ներկայացնես Ալլայի երկրորդ կերպարը, մինչ Ալլային կհրավիրենք այստեղ։ Քանի որ երկրորդ կերպարը մտածում ենք, որ պետքա ֆոտոշարք անենք, հատուկ ֆոտոշարքի համար ընտրված շորիկ է, այսպես ասեմ, շատ թեթև եթերային, այդպես Շատ ճիշտ ընտրված գաղափար է, որովհետև յուրաքանչյուր կին հենց այս ընթացքում անպայման գոնե մեկ անգամ ունենում է լուսանկարահանում։ Գույնային գամա կամ ինչ որ փակագծեր չենք բացում։ Գույնային գաման շատ նուրբ գույն եմ ընտրել, որը իդեալական իր մաշկին համապատասխանում է ու իրան շատ սազեկան է, նաև ֆորման, որը ընդգծում է իր կարգավիճակը, հա, որ հղիկինը, նրբությունը, այդպես։ Ենթադրում եմ, որ Ալլան շատ եթերային տեսք պետք է ունենա երկրորդ կերպարով։ Կարծում եմ մենք կարող ենք արդեն Ալլային այստեղ հրավիրել։ Իհարկե։ Ալլա։ Գո։ Շատ դուրս գալիս։ Իսկ մինչ այս ունեցել եք լուսանկարահանում հատուկ այս կարգավիճակում։ Թե սա առաջին լուսանկարահանումն է լինելու։ Ունեցել եմ, բայց լրիվ ուրիշ ոճի մեջ է, էս իմ համար նորություն է։ Պիտի պատմեք ձեր զգացողությունների մասին, Ալլա։ Լուսինե ջան, շատ հուզված եմ ճիշտ ասած, անսպասելի էր իմ համար։ Այսպես պրոֆեսիոնալ երևի ֆոտոշուտ երբեք չեմ ունեցել։ Դրա համար պրոֆեսիոնալ լուսանկարահանում, պրոֆեսիոնալ թիմ է աշխատել, թե զգեստը, ամեն ինչը իհարկե երբեք չեմ ունեցել։ Այդ ամեն ինչը իմ համար նոր է։ Ալլա, ում արձագանքին ես առաջին հերթին սպասում այսպես անհամբերությամբ։ Իհարկե իմ աղջիկը շատ է սպասում։ Աղջիկը, իսկ հետո Հետո էլ իմ ընկերուհին է, ինձ թվում է ինքը շատ ճիշտ կարծիք կասի, իրան էլ է շատ հետաքրքիր։ Իսկ արդեն ամուսնուն եւ մյուս հարազատներին կարող ես զարմացնել լուսանկարներով։ Այո, շատ ճիշտ է։ Ալլա, մաղթում եմ քեզ լուսավոր եւ երջանիկ օրեր, թող քո նոր ոճն ու կերպարը սկիզբ լինեն այն գեղեցիկ փոփոխությունների, որ քեզ սպասվում են։ Մերսի շատ։ Հավայից ճիշտ ասած մազերի տակ շատ շիկար։ Շորիկներ, սիրեմ եմ ալեից։ Չի պատկերացնում, որ սենց կլինի, բայց շատ լավ է եղել։ Ապրեք, շատ լավ եք աշխատել։ Ամեն ինչը իդեալական է։ Ապրեք։ Ես շատ գոհ եմ երկու կերպարներից։ Ինձ թվում է մենք լեզու գութանք մասնագետների հետ ամեն մեկը ստացավ այն արդյունքը, որին որ մենք ձգտել ենք ֆոտոշուտի համար, շատ սիրուն կերպար ստացա, շատ ինձ դուր եկավ, ես հավանեցի։ Ամեն մասնակետը ինձ խորհուրդ տվեց, որը որ ես հետագայում անպայման կօգտագործեմ։ Ես շատ գոհ եմ, շնորհակալ եմ բոլորին։ Վերջնական արդյունքը իմ սպասվածից ավելի լավ ստացանք, որովհետև մասնագետները այն ինչ որ քննարկել էինք, իդեալական ձևով ներկայացրեցին։ Կերպարանափոխությունը ալայ ուղակի հիասքանչեր, ես ուղակի ապշած եմ, որովհետև չի սպասում նման կերպարանափոխության, թե զգեստները, թե վարսերը, թե դիմահարդարումը ուղղակի
իդեալականներ, չգիտեմ։ Ես շատ ուրախ եմ, որ ոճաբանները Ալային ճիշտ ուղղություն ցույց տվեցին ու ես վստահ եմ, որ Ալան հետագայում այդ գիծը անպայման կպահի ու նույն կերպ կշարժվի, ոնց որ ոճաբաններն են խորհուրդ տվել իրեն։